Խթանելով գիտատեխնիկական առաջընթացն ու բարձրացնելով Հայաստանի դիրքը իբրև տեխնոլոգիական առաջատար երկիր, արդեն 15 տարի Vivan համաշխարհային ներդրման համար Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերն է։ Աջակցելով ինովացիոն նախագծերին, բարձրացնելով նորարարության տեմպերը մեր երկրում, այս տարիների ընթացքում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը մրցանակաբաշխությանը հատկացրել է ավելի քան 297 միլիոն դրամ, նպաստելով ոլորտի զարգացմանը։ Պետական մրցանակը ստանալու համար Ճապոնիայից Հայաստան է հրավիրվել մրցանակաբաշխության 2024 թվականի դափնեկիր դոկտոր Յոշիակի Հագիվարան։ Արդեն 15 տարի պատիվ ունենք Viva-ի այս դահլիճում ընդունելու Global High-Tech-ի դափնեկիրներին։ Սա ոչ թե ուղղակի մրցանակաբաշխություն է, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրված ահռելի փորձի ներկայացում։ Դափնեկիրներից յուրաքանչյուրի անցած ուղին խելացի ապագա կառուցելու յուրօրինակ ուղեցույց է աշխարհի բոլոր երկրների համար։ Մենք ուզում ենք դարձնենք Հայաստանը որպես տեխնոլոգիական հաբ, որպես տաղանդների հաբ։ Եվ այս ճանապարհը, որ մենք անցնում ենք, դա 1, 2, 3 տարվա ճանապարհ չէ։ Դա 15 եւ ավել տարիների աշխատանք է պահանջում, քրտնաջան աշխատանք։ Global High-Tech-ի նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia ընկերությունն է։ Երբ 2009-ին մեկնարկը տրվեց, նպատակ կար Հայաստանը ճանաչելի դարձնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում։ Այս մրցանակաբաշխության հենց տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի մենք հաղթողներին որոշելով հրավիրենք մեր երկիր, մեծարենք նրանց, հաղորդակից դարձնենք մեր գիտակրթական ոլորտի եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ 27 տարեկանում ֆիզիկայի ոլորտում դոկտորի կոչում ստացած, հետագա կյանքը գիտությանը նվիրած, բարձր տեխնոլոգիաների ոլորտում արմատական փոփոխություններ կատարած Յոշիակի Հագիվարան նաև արհեստական բանականության գործընկերային համակարգի Locomtech լաբորատորիայի նախագահն է։ Անընդհատ սովորելը ինձ համար կենսակերպ է, լինի օտարլեզու թե մասնագիտական նորարարություն։ Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր երազում են երկիրը բերել զարգացման նոր մակարդակի, որը իսկապես գնահատում եմ։ Խորհուրդս է ձգտել ավելիին ու երբեք չհանձնվել։ Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը Հայաստանում կայցելի պետական տարբեր գերատեսչություններ, դասախոսություններ կունենա բուհերում ու կրթական կենտրոններում։ Վանաձորի Քով Smart կենտրոնում էլ Հագիվարան զեկույց կունենա Սիլիկոնային սարեր 2025 համաժողովում։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։